արդեն 8 ամիս է ինչ որդիս չկա, եւ ես մեծ սպասելիքներ ունեի մեր իրավապահ մարմինների կողմից, որտեղ բազմաթիվ բողոք դիմումներով ներկայացրել էի բազմաթիվ այցաններ, ընդհանուր մինչև Կարեն Կարապետյանի օգնական, դատախազություն, գլխավոր դատախազին, բայց այդ ամեն նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանին եմ դիմել, բայց այդ ամեն բողոքներս ապարդյուն, քանի որ կարծես թե բոլորը խոսքը մեկ արած որոշեցին առանց մեզ տեղեկացնելու իրավաբանին եւ ինձ դժողի իրավահաջորդին գործը նախաքննությունով փակեն։ Այդ մասին մենք տեղեկացանք նամակով, ինչը որ մեզ շատ զարմացրեց, քանի որ իրավունք չունեի նման բան անելու, առանց մեր ներկայության վերջաբանին չհասնելով գործը չէին կարող փակել նախաքննությունով։ Հունվարի 18-ին հեռուստատեսությամբ հաղորդում է, որ նախաքննությունով գործը ավարտված է, խոսում է Արտակ Թադևոսյանը եւ Ավետիսյանների ընտանիքը մի խեղաթուրանք, կարծես թե այդ ավազակային հարձակումը ում հետ որ կապում են 18-ամյա պատանի է, դեռահաս կամ որ չի կարողացել գործը գլուխ, մոռացել են որ ում մասին են խոսում, Հրաչյա Ֆալանջյանի, որը եղել է իր գործի գիտակը, պրոֆեսիոնալ, որ իր գործընկերն իրան լեգենդ են համարում իր աշխատանքի մեջ։ Հաջորդ օրը ես որոշեցի զանգել նույն TV-ները, որոնք հաղորդաշար են կազմակերպել Ավետիսյանների հետ։ Բոլորը հրաժարվեցին։ Մեկը որոշեց, թե մենք կքննարկենք, մինչ առ այսօր քննարկում է։ Արմենիա ժամը լրատվական անմիջապես հրաժարվեց եւ հեռախոսն անջատեց։ Երկուսը կապ չհաստատվեց իրենց հետ։ Չհասկացա ինչն է պատճառը։ Ես էլ եմ Երևանի Հայաստանի քաղաքացի, Ավետիսյաններն էլ։ Ինչպես է լինում, որ մեկին լսում են, իսկ մյուսին չեն լսում։ Դա է մեր լրատվամիջոցների իրականությունը։ Ամբողջը խեղաթուրված լրատվամիջոցներ են փաստորեն հաղորդում ի օգուտ մեր պետական չինովնիկների համար։ Նախաքննություն առանց մեզ ավարտելու եւ կոծկելու շատ գործեր, դա նշանակում է, որ դրա հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, որ քննիչը, դատախազը, ինչպես ասել եմ եւ նորից եմ ասում, արդեմն իրենց մոտ, որ իրանք ընդհանրապես հրաման են կատարում սևացնելով թղթերը, որովհետև չէր կարող նման բան լինել, միանգամից հեղաշրջում կարծես տեղի ունեցավ քննիչի հետ կապված, որ ամեն ինչը գնում էր նորմալ, որից հետո ինքը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում, իբր դա ավազակային հարձակում է եղել, ամբողջությամբ դա անհեթեթություն։ Իր մարդկային կերպարից ինքը ամբողջությամբ դուրս եկավ, չհասկան, ես մինչ առ այսօր չեմ հասկանում, դա ում էր պետք, ում շահերից է բխում։ Ով է հրաման տալիս վերևից, պարոնայք, չինովնիկներ, ում շահերից է բխում իր որդու սպանությունը, ով է ինչ կեղտոտ գործ արել, որ չէր ուզում այդ կեղտոտ գործը բացահայտվեր։ Տարան երեխուս գլուխը դաժանաբար կերան, անունն էլ դրեցին ավազակային հարձակում, այ ավազակային հարձակումը տեղի ունեցել Հրաչյա Ֆալանջյանի հանդեպ ավազակների Շենգավիթի ոստիկանների եւ Ավետիսյանների միասնությամբ, որ դաժանաբար 20 թվով 20-ից ավել դանակի հարվածով եւ զենքի հետնամասով վնասելով որդուս բազմաթիվ մարդկանցով դրել են իբր ավազակային Հրաչյա Ֆալանջյանը կատարվել։ Այդ ամենը բավական չէր, հիմա էլ չեն ուզում, երևի որ մենք դատարանում էլ ներկա լինենք, այնպիսի իրավիճակ են ստում, միգուցե նախաքննությունով գործն ավարտեն էլ, դատարան էլ չմտցնեն, մինչ առ այսօր ոչ մի պատասխան չեմ ստանում, սա է, այս կարգավիճակով եք գնում ընտրությունների, այս է մեր երկիրը, ում ընտրենք, ինչի համար ընտրենք, երբ մարդը բարեխղճորեն ծառայում է իր հայրենիքին, տանում են գլուխն են ուտում եւ հանում են ավազակային հարձակում կատարող, չեք համաչում դուք, ինչ երկիր է սա, սա ապրելու տեղ է, որ մարդիկ ապրեն մի հատ էլ ծառայեն իրենց երկրին, ես ինքս չեմ հասկանում, ինչի համար սպանեցիք, որպես լավ աշխատողի սկզբունքային ոստիկան, որ մարդկանց հասարակության շահերն էր պաշտպանում, այնպես էր անում, որ մարդիկ ապրեին հանգիստ առանց հանցագործների, հանցագործություն էի կարել, չէիք ուզում բացահայտվեր, որդուս գլուխը այսպես կերակ, Աստված էլ ձեր դատու դատաստանանի, եթե դատարանում չստանաք ձեր դատու դատաստանը, կստանաք Աստծու եւ սատանայի կողմից։